بسم الله الرحمن الرحیم. سلام عرض میکنم خدمت حضار محترم. از اونجایی که فکر میکنم وقت بسیار محدود هست و بحث مسائل فرهنگی بحث گسترده‌ای هست، من زیاد ورود با جزئیات نمی کنم به این مبحث و ترجیح میدم که یک جنبندی از سخنرانی‌های سایر سخنرانان داشته باشم. همونطور که در تصویر مشاهده میکنید میشه گفت در نظر ایرانی هایی که حداقل در حوزه دانشگاهی فعالیت میکنن چنین دوره های تاریخی در روابط ایران و ارمنستان در نظرشون وجود داره. Շրջափուլել են առանձնացնում հայ-իրանական հարաբերություններում, մենք պատմությունից դասեր ենք սովորել ինչպես Տիգրան Մեծի եւ Կյուրոսի ժամանակներից, որ իրենց անվտանգության համար Իրանն ու Հայաստանը միմյանց հետ համախմբվեցին եւ դրանից հետո էլ խաղաղության ստեղծումից հետո եւ անվտանգության ձևավորումից հետո առևտրային ոլորտում, արդյունաբերական ոլորտում ձևավորվեց մի համագործակցություն, որի արդյունքում առաջացան նաև մշակութային եւ պատմական ու շարժաններ բազմաթիվ, որոնց օրինակներից մեկը Պերսեպոլիսում գտնվող արձանագրություններն են, որոնք մենք կարող ենք տեսնել այս անվտանգային խնդիրները, որոնք քաղաքական ոլորտում գոյություն ունեն եւ մեր գործընկերները դրանք մատնանշեցին, հին պատմական շրջափուլերից կան եւ երկու պետություններն էլ դա գիտեն հնագույն ժամանակներից։ Որոշ ոլորտներում մենք ունենք նաև կրոնական համագործակցություն արշակունների ժամանակներից սկսած կրոնական ազատությունը նաև համախմբման արդյունք դարձավ, երբ որ կրոնական տարբեր ուժեր միմյանց գործերին չէին խառնում եւ այստեղ մենք վստահ դարձանք, որ չեն կարող մարդկանց հարաբերությունները կրոնի օգտագործման միմյանց հետ ընդունել եւ անկախ մեզանից նաև ռոմեացիների հետ Իրանը կապեր հաստատեց հայերի միջոցով եւ նաեւ ռոմեական կայսրությունից բավականին շատ մշակութային եւ արդյունաբերական բաներ մտան Իրան եւ հակառակը։ Սակայն ցավոք սրտի մենք ունեն մի շրջափում Սասանյանների ժամանակահատվածում, որ հիմնականում նաեւ ուշադրության կենտրոնում չի գտնվում, քանի որ նաեւ պետք է նշել, որ ինչպես հայերի, այնպես էլ մնացած իրանցի ժողովուրդների հանդեպ, մնացածների հանդեպ Սասանյանները նույնպես ունեցել նմանատիպ վերաբերմունք։ Արաբների նվաճումներից հետո մենք ունենք մի անցումային շրջափուլ, որտեղ մենք նաև պատմական դասեր ենք քաղում, որ Իրանի գոյություն չունենալու պարագայում նաև Հայաստանը գոյություն չուներ, եւ նաև Արշակունիների եւ Սասանյանների ժամանակ մենք սովորեցինք, որ եթե Հայաստանում չլինի խաղաղություն, Իրանում եւս չլինի խաղաղություն եւ մշակութային զարգացում։ Հաշվի առնելով այս բոլոր պատմական դասերը, մի շահ է գալիս իշխանության, Աբաս մեծ անունով, որը մենք Իրանում ճանաչում ենք, Շահ Աբասը այս պատմական բեքգրաունդը հաշվի առնելով գիտեր եւ նաեւ քանի որ չէր կարող Հայաստանի տարածաշրջանը պահպանել, բայց քանի որ մեծ կարեւորություն էր տալիս տնտեսական եւ մշակութային հարաբերություններին Հայաստանի հետ եւ գիտեր, որ այդ հարաբերությունների պահպանումը բավականին դժվար կարող է լինել այդ փուլում եւ իրականում մեծ եւ դժվար ընտրություն լիներ նրա համար, ստիպված հայկական հայերին նաեւ այս պետությունների հարաբերությունների պահպանման նպատակով բերի դեպի Իրանի տարածք եւ այդ տարբեր մշակութային պետությունների մեջ գոյություն ունեցող մշակութային քաղաքական ինչպես Իրանի դեսպանը ասես մյուս բոլոր ոլորտներում հարաբերություններին ուշադրություն են դարձել միշտ եւ բոլոր փուլերում Սեֆյաններից հետո մենք մշակութային տարբեր ժառանգություններ տարբեր ոլորտներում ունենք եւ երաժշտության ոլորտում եւ ճարտարապետության ոլորտում եւ կարող ենք ասել, որ Իրանում նաեւ տպագիր արդյունաբերություն, օրինակ տպագրությունը Իրան մցվեց հայերի կողմից, Սպահանի հայկական եկեղեցու կողմից, երբ որ տպագրությունը մցրեցին Իրանի տարածք եւ եթե անցնենք նաեւ սրանից, նաեւ ճարտարապետության ոլորտում
խոսենք նաև սա կարևոր է այն ուսանողների համար, որոնք մշակութային ոլորտում բավականին ակտիվ են, պետք է նշել, որ Իրանի ճարտարապետներից շատերը հայկական ծագում ունեն եւ նաև մենք ունենք պաշտոնական տուրեր Իրանում հայ ճարտարապետների ստեղծագործությունների ճանաչելու վերաբերյալ, նաև Ատրպատական նահանգներում, արևմտյան եւ արևելյան Ատրպատական նահանգներում, որտեղ մենք ունենք պատմական հուշարձաններ, հիմնականում հայկական են, քաղաքապետարանը Թավրիզի, քաղաքապետարանի շենքը, ժամացույցի հրապարակը, հայ ճարտարապետների ձեռքի գործ են, Ավետի Սոհանջանյանի ձեռքի գործ են։ Եվ կարող ենք ասել, որ նաև մեր ընկերները մյուս բանախոսները մատնանշեցին, որ հայ երաժիշտներ, երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ կան, որոնք հայ-իրանական հարաբերություններին մշակութային ոլորտում բավականին օժանդակ են եւ Ֆարոն Դեսպանը, ինչպես նշեց, վերջին օրերին Իրանում բեմականացվել է Ռոստամ եւ Սոհրաբը, բացի այս իմ տեղեկություններով փայտագործության ոլորտում նույնպես Մալայեր քաղաքում, որը համարվում է փայտագործության կենտրոնում, այս ոլորտում նույնպես հայերը բավականին մեծ ակտիվություն եւ համագործակցություն են ունեցել եւ կարող է այդ համագործակցությունը զարգանալ, բայց եթե ընդհանրական եւ ընդհանուր ներկայացնեմ, նաեւ պետք է մի քանի ճանապարհ առաջարկել այս հարաբերությունների զարգացման համար, նախ կարելի է ստեղծել ուսանողական համատեղ աշխատանքային խմբեր, տեղեկություններ, մշակութային արվեստագիտական տեղեկություններ փոխանակելու համար եւ ես որպես ուսանողական ոլորտում ակտիվիստներից մեկը կարող եմ խոստում տալ, որ Իրանում կա մեծ պոտենցիալ եւ նաեւ հնարավորություն, որպեսզի ուսանողներին հրավիրենք հայ ուսանողներին Իրան, որպեսզի եւ գրականության ոլորտում եւ արդյունաբերության ոլորտում եւ մշակութային այլ ոլորտներում, նույնիսկ գորգագործության ոլորտում այն արհեստները, որոնք Իրանում զարգացած են, կարողանանք այս ոլորտներում համագործակցություն ունենալ եւ հայ ուսանողներին ծանոթացնել դրանցով եւ զարգացում ապահովել դրանք, ինչպես նաեւ սա կոժանդակի այս ընդհանուր նաեւ որոշ մշակութային ժառանգությունների պաշտպանմանը եւ պահպանմանը եւ սա նաեւ կարող է մեծ օժանդակություն անել տուրիստական տնտեսական ուղղությամբ։ Ցավոք սրտի իմ հայ ծանոթների հետ երբ որ խոսում եմ, որոնք Հայաստանում են ապրում, շատ քիչ հայերից դեպի Իրան ճանապարհորդում են, նրանք ովքեր չունեն բարեկամներ Իրանում, բայց իմ ընկերների մեծ մասը տարբեր պատճառներով Իրանում երբևէ չեն եղել եւ ես երբ որ խոսում եմ իմ ընկերների հետ, կարող ենք հայ-իրանական մշակութային հարաբերությունների զարգացման ոլորտում, նաև ճանապարհորդական եւ տուրիզմի ոլորտում համագործակցել, քանի որ Իրանը չի սահմանափակվում Թերանով եւ Սպահանով եւ բոլոր Իրանի նահանգները նաև հայերին են պատկանում։ Ես ինքս Գոլեստան նահանգից եմ, Իրանի հյուսիս-արևելքում, որտեղ մենք ունենք հայկական եկեղեցիներ, հայաբնակ գյուղեր եւ իմ կարծիքով տարբեր աշխատանքային խմբերի ձևավորմամբ եւ համատեղ ջանքերով կարող ենք բավականին շատ օգտագործել երկու երկրների համագործակցության պոտենցիալը։ Ես միշտ ավելի կենտրոնանում եմ գործառնական կիրառությունների վրա այս հարաբերությունների եւ իմ կարծիքով որ երբ որ նմանատիպ նիստեր եւ կոնֆերանսներ են անցկացվում, պետք է ինչ-որ նաեւ գործառնական արդյունքի հասնենք, որպեսզի բացի հավելում են քաղաքական եւ աշխարհաքաղաքական խնդիրների, որոնց մասին խոսվեց, նաև մշակութային ոլորտում պետք է սպասենք, որ երիտասարդները, ուսանողները մշակութային արվեստի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ կարողանան ջանքեր գործադրել,